Արգաժան վարչապետ, շնորհակալություն ելույթի եւ պատասխանների համար։ Ես թուրք լրագրող եմ Ստամբուլից։ Ինձ հավանաբար հիշում եմ գործընկերոջս հետ մենք թուրքական լրագրողական պատվիրակության անդամ էինք մարտին։ Դրանից հետո կարծում եմ դուք գնացիք Թուրքիա, հանդիպեցիք նախագահ Էրդողանին, բայց կարող եք ասել, խնդրում եմ, թե մենք որտեղ ենք գտնվում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման տեսանկյունից, օգոստոսի 8-ից հետո, մասնավորապես ուղղեք, եթե սխալվում եմ, բայց կարծես թե շատ տեսանելի նշաններ չկան առաջընթացի այս ճանապարհին, հաշվի առնելով այն փաստը, որ դուք հյուրընկալելու եք մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գաղտնաժողովը, նշաններ կան, որ Էրդողանը կարող է գալ մասնակցել այդ գաղտնաժողովին, համեցեք։ Հարցի համար եւ ուրախ եմ ձեզ կրկին տեսնել Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք, տարածաշրջանային առումով հիմա Հայաստանում կա մի բացառիկ իրավիճակ։ Այդ բացառիկ իրավիճակը հետեւյալն է, որ մենք ինստիտուցիոնալ կապ ունենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Այսպիսի իրավիճակ մենք նախկինում չենք ունեցել։ Այսինքն իհարկե Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեզ միշտ կապել են եղբայրական բարեկամական կապեր, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մենք երբեք ինստիտուցիոնալ կապ չենք ունեցել։ Հիմա նորությունն այն է, որ մենք եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենք ինստիտուցիոնալ մշտական հաղորդակցություն։ Եվ սա կարևորագույն նորություն է, ինչ վերաբերվում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, իմիջիայլոց, քանի որ խոսակցությունը կա, եւս այսպիսի մի նրբության մասին եմ ուզում խոսել, ցույց տալու համար, թե սոցիալ-հոգեբանական բանաձևերը փոխելը երբեմն ինչ մեծ դժվարությունների հետ է կապված։ Ինչ նկատի ունեմ։ Օրինակ, մինչև հիմա մեր խոսույթում, հայաստանյան խոսույթում, այդ թվում ես երևի չնկատելով, շատ հաճախ օգտագործում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, հայ-ադրբեջանական հարաբերություններ, որը չի արտահայտում այն բովանդակությունը, որի մասին մենք խոսում ենք, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները ուրիշ բան են, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ուրիշ բան, այնպես չի, որ դրանք համընկման տեղեր չունեն, բայց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունը ուրիշ բան է, հայ-ադրբեջանական հարաբերությունը ուրիշ բան։ Իմիջիայլոց ասեմ, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ասենք օրինակ նույն երրորդ երկրներում, շատ հաճախ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի պրոբլեմ չի եղել։ Դե մարդիկ իրար հետ ապրել են, աշխատել են, երբեմն ընկերություն են արել, իրար հրավիրել են, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի թշնամական հարաբերությունների պայմաններում։ Վերադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իմ կարծիքով գտնվում է ճիշտ ուղու վրա։ Դուք հիշում եք, որ ձեզ տված հարցազրույցում ես ասել եմ, որ իմ գնահատմամբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը ժամանակի հարց է, եւ ես վերահաստատում եմ դա, որովհետեւ մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա։ Այստեղ խնդիրը արագությունն է ճանապարհը անցնելու։ Եվ պիտի արձանագրենք, որ այդ ճանապարհի վրա ազդում են ոչ միայն երկու երկրներում արկա քաղաքական կամքը, այլև որոշակի գրավիտացիոն գործոններ։ Բայց ես իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը եւ այո, ես շատ կարեւոր է տեսեք վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ մենք շատ հաճախ ենք հանդիպում, ես երկու անգամ Թուրքիա եմ այցելել, ընդ որում վերջին անգամ, առաջին անգամ աշխատանքային այցով երկկողմ ձևաչափով աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում եւ այդ այցը շատ հաջող եմ համարում եւ այո այդ այցի ընթացքում նաեւ նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ես ճիշտ չի լինի որպեսզի մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը պարզապես կարող եմ
ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ եւ հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի։